Հարցը սուղում եմ փոխվարչապետից որևէ մեկին, ով համակարգում է այն խնդիրը, որի շուրջ ես հիմա հարց եմ տալու, դուք կորոշեք։ Եվ այսպես ում չնայած որ կառավարության ղեկավարը միանգամից բռնկվում է Վանաձոր բառից, երևի չի ուզում նորից առնչվի Վանաձորում թիմ ընտրությունների արդյունքների անտեսման եւ իրենց գովերքած ժողովրդավարության բաստիոնի անհամատեղելիության հետ, բայց ես Վանաձորցի եմ ու հարցս Վանաձորի մասին է։ Վանաձորի բազում թաղամասի Գրիբաեդը 6 եւ Երևանյան խճուղի 90 շենքերի կարգավիճակի մասին։ Այդ շենքերը վթարային վիճակում են, կիսաքանդ, այնտեղ ապրել նոր-նորի դառնում է վտանգավոր։ Եվ երբ այս շենքերի հարցով ես դիմել եմ տկեն նախարարություն, արդեն բազմիցս երևի դուք եք հոգնել ես հասցեներ լսելիս, իմ հարցին թե կառավարությունը ինչ միջոցներ է նախատեսում շենքերը վերանորոգելու կամ ամրացնելու կամ ապամոնտաժելու նորը կառուցելու ուղղությամբ ստացել եմ հետևյալ պատասխանը։ Գրիբաեդը 6 շենքը ներառված է քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ցուցակում, իսկ Երևանյան 90-ի համար գրված է. շենքը թեև գնահատվել է 3-րդ կարգի վտարային, սակայն հնարավոր մի քիչ ուժեղ ցնցումը կարող է դառնալ շենքի ամբողջական փլուզման պատճառ։ Եվ ընդամենը։ Հիմա ինչ, ցուցակում ներառել եք ու վերջ, այլևս այդ շենքի բնակիչները պետք է հանգիստ ապրեն ու սպասեն երբ կփլվի, այդ ցնցումները երբ կլինեն, գիտակցումով, որ իրենց շենքերի համարները այդ ցուցակում կան, այդքանը հերիք է, երբանից եք պատրաստվում զբաղվել այդ շենքերի հարցերով, կանխել հնարավոր վնասները, ընդհուպ մեղա Աստծո, բայց հնարավոր մարդկային կորուստները։ Եվ մի կարևոր հարց, հնարավոր է արդյոք այդ շենքերի ամրացման, ապամոնտաժման, կառուցման ծրագրերը ներառել գոնե 26 թվականի բյուջեով նախատեսված միջոցառումների ցանկում։ Արդյոք կպատասխանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, համեցեք, պարոն փոխվարչապետ։ Շնորհակալություն Տիկին Գյուղեղյան հարցի համար։ Իհարկե ձեր կողմից նկատված հարցը շատ զգայուն եւ համակարգված լուծում պահանջող հարց է։ Գիտեք, որ Վանաձորում ձեր կողմից նշված 2 շենքերը, որոնցից մեկը նշեցիք, որ 4-րդ կարգի վթարայնություն ունի, մյուսը 3-րդ, բացառիկ չեն եւ Երևանում կան բազմաթիվ նման շենքեր եւ հանրապետության մյուս մարզերում։ Մեկ օրինակ, որ վերջին տարիներին հանգուցալուծում ունեցավ, դա ապարանում եղած դեպքներ, 2 վթարային շենքեր, բնակիչները ապահովեցին նորակառույց շենքում բնակարաններով եւ հնարավոր եղավ այդ 2 վթարային շենքերը քանդել, այսինքն համայնքը դարձավ նախ այդ շենքերի իրավատերը, հետո նաեւ կարողացավ վերացնել այն վտանգը, որ առաջանում էր նշված շենքերում մարդկանց բնակության բերումով եւ մենք քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ միասին, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ միասին ներկայում իրականացնում ենք մի գույքագրում, որպեսզի ունենանք ամբողջ հանրապետության պատկերը, ներառյալ այն 2 շենքերի վերաբերյալ, որ դուք արդեն նշեցիք։ Ինչու եմ ասում, որ հարցը պարզ լուծում չունի, որտեղ այստեղ ամենասկզբունքային հարցը նա է, թե մենք ինչ եղանակով եւ ինչ համակարգված սկզբունքով պետք է այդ բնակարանների ներկատերերին առաջարկենք բնակարաններ։ Գիտեք, որ եթե հատուցման հիմքում լինի արդարության սկզբունքով նորից, այն գույքի արժեքը, որտեղ ներկայում այդ մարդիկ բնակվում են, ապա այդ արժեքը որևէ կերպ չի կարող բավարարել նոր բնակարանի սերտիֆիկատ որպես փոխհատուցում այդ մարդկանց տալու համար։ Ինչու, որովհետև ինքնին այդ շենքերի արժեքը, որոնք արդեն փլուզման ենթակա են, քանդման ենթակա են, իրենից չի ներկայացնում այն արժեքը, որով հնարավոր է նորմալ բնակարան գնել։ Հետևաբար սա հատուցման վերաբերյալ գործարքի մաս չի կարող կազմել, այլ պետք է ունենա մեկ այլ տրամաբանություն հիմքում, եւ այստեղ առաջ են գալիս բազմաթիվ այլ հարցեր։ Հայաստանում բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք ոչ թե ունեն վթարավտանգ վիճակում գտնվող շենքում բնակարան, այլ ընդհանրապես բնակարան չունեն։
եւ աշխատում եւ հոգում են իրենց վարձակալության վճարների հարցը։ Այս տեսանկյունից որտեղ է այն արդարությունը, որ պետք է հարկատուների միջոցներով իրականացվի այնպիսի ծրագիր, որը հատուցում է նախատեսում վթարային շենքերում գտնվող մարդկանց։ Իհարկե այս բարդ հարցերի արկայությունը չի նշանակում, որ կառավարությունը լուծում չունի, եթե արձագանքեք ժամանակը լրացավ, ես կասեմ նաև լուծման հնարավոր եղանակի մասին։ Միացրեք Տիկին Գյուրեղյանի Բարսեղոս։ Արձագանքից մեջ երրորդ հարցն էի տալու։ Էլի նորից կրկնվելու եմ, այժմ արդեն Աբովյան համայնքի վերին պտղնի բնակավայրի 4-րդ փողոցի բնակիչների երեխաների դպրոց գնալու ճանապարհ գոյություն չունենալու մասին, ել չեմ խոսում անվտանգ ճանապարհ, հետիոտնի համար նախատեսված ճանապարհ գոյություն չունենալու մասին։ Եվ երբ դիմել եմ ես տկեն նախարարություն, ինձ պատասխանել են, որ իրենք քննարկել են ԿԳՄՍ-ի հետ, ԿԳՄՍ-ն իրենց առաջարկել է, որ կարելի է կիրառել մանկավարժների դպրոցահասակ երեխաների տրանսպորտի փոխհատուցման կարգը։ Մինչև տրանսպորտի փոխհատուցման կարգի փոխհատուցման հարցը լուծել, այդ ծառայությունը պետք է հələ մատուցեք։ Տրանսպորտը չեք, իմ խնդիրն էլ հենց այդ է, որ գոնե եկեք տրանսպորտ ապահովեք։ Ասում եք տրանսպորտը չկա, բերեք փոխհատուցենք։ Ինչը փոխհատուցեք, տրանսպորտ չկա։ Անվտանգ ճանապարհ ու մայթ չկա։ Խնդիրը դրանում է, լավ, ինչքան կարելի է խոստանալ ու չանել։ Ես դիմել եմ նախարարություն ԿԳՄՍ եւ փորձել եմ հասկանալ, արդյոք գոնե հնարավոր է այդ հարցը լուծել, ապահով դպրոց ծրագրի, 1183 ծրագրի շրջանակներում, գոնե այդ ծրագրի շրջանակներում ինչ որ հնարավորություններ, իսկ տկեն նախարարությունը պատասխանել է, այնտեղ անհրաժեշտ է մայթեր կառուցել, անցում կառուցել, իսկ դրա համար ֆինանսական միջոցներ չունենք եւ վերջ, հարցը լուծվել է, միջոցներ չկան։ Նույնը ասեցիք դուք նաև շենքերի, կարգավիճակների ու այդ վիճակը ճշտելու համար։ Միջոց չունենք, այսինքն խոստում տալ ու ոչինչ չանելը շատ լավ գործելավոճ է։ Ես արձագանքի շրջանակում թույլ տվեք նախորդ հարցի վերաբերյալ պարզաբանումը ավարտեմ։ Ասածներս չեն նշանակում, որ մենք լուծում չենք փնտրում։ Ներկայում վարչապետի հանձնարարությամբ ձևավորված է աշխատանքային խումբ, որը կմշակի ռենովացիայի, այսպես կոնցեպտի ներքո, հայեցակարգի ներքո այն առաջարկը, որը կառավարությունը կանի նման եղանակով վատ վիճակում կամ նման վատ վիճակում գտնվող շենքերի բնակիչներին, եւ մենք մինչև այս տարեվերջ կունենանք ինչպես բոլոր գույքագրված նման դեպքերը, այնպես էլ առաջարկը կոնկրետ ձևակերպված, թե ինչ բանաձևով պետք է գործենք, իրագործման հետ կապված արդեն հաջորդ տարվա ընթացքում կունենան գործողություններ։ Ըստ հերթականության, ինչպես դուք ճիշտ նշում եք, հաշվի առնելով նաև եղած միջոցների սահմանափակությունը եւ դրանք ըստ առավել կարիքավորների ուղղելու անհրաժեշտությունը։ Մյուս հարցը ձեր համաձայնությամբ խնդրում եմ, որ գրավոր պարզաբանվի, որովհետև մի կողմից ժամանակը սպառվեց, մյուս կողմից բովանդակության բոլորովին այլ հարց է։ Մենք գրավոր ձեզ կպատասխանենք երրորդ հարցի կապակցությամբ։ Շնորհակալ եմ։